Ողջույն բոլորին, աստղերը կանխատեսում են, ով կգտնվի շքեղության և հաջողության ճանապարհին այս գարնանը։ 2025 թվականի գարունը կենդանակերպի նշաններից մեկի համար կդառնա ֆինանսական բարեկեցության և անհավանական հնարավորությունների իրական ժամանակ։ Կույսերը կհայտնվեն դրական փոփոխությունների կենտրոնում, որտեղ բախտն ու հարստությունը կլինեն նրանց հավատարիմ ուղեկիցները։ Այս շրջանը իսկական բեկում կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են օգտվել ճակատագրի պատրաստած շանսերից։ Ֆինանսական բախտը կհետևի կույսերին, դռներ բացելով եկամտի նոր աղբյուրների և խոստումնալից նախագծերի առաջ։ Բարենպաստ շրջանը ոչ միայն կուժեղացնի ձեր ֆինանսական վիճակը, այլև զգալիորեն կընդլայնի ձեր սոցիալական շրջանակը։ Երբ դուք հաջողակ և ազդեցիկ մարդկանց շրջապատում եք, դեպի ֆինանսական օլիմպոս գնալը շատ ավելի հեշտ է դառնում։ Ֆինանսական ակտիվության գագաթնակետը տեղի կունենա ապրիլի և մայիսի 3-րդ տասնօրյակում։ Այս պահին կույսերը կարող են ակնկալել անսպասելի դրամական մուտքեր, աշխատավարձի բարձրացում, առատաձեռն բոնուսներ վերադասի կողմից կամ երկարամյա նախագծերի հաջող ավարտ։ Այս նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան իրենց թույլ տալ այն, ինչի մասին վաղուց երազել են, բայց միջոցների սղության պատճառով հետաձգել։ Այն գնումները, որոնք նախկինում անհասանելի էին թվում, այժմ սովորական կդառնան։ Երբ ֆինանսական հոսքը ձեր կողմն է, դուք ստիպված չեք լինի նայել գների պիտակներին։ Խորհուրդ կույսերին։ Բախտի հոսքը պահպանելու համար կարևոր է հիշել հավասարակշռության մասին, ժամանակ հատկացրեք հանգստանալու և լիցքավորվելու համար։ Մաքուր օդում քայլելը, մեդիտացիան կամ հարմարավետ մթնոլորտում հանգստանալը կօգնեն ձեզ պահպանել էներգիան և ներդաշնակվել նոր ձեռքբերումներին։ Հիշեք, որ ներդաշնակությունը դրսում հաջողության գրավականն է։ Իսկ այս ամենին զուգահեռ եկեք պարզենք կենդանակերպի մի քանի նշանների, որոնց 2025 թվականի մարտին սպասում են փոփոխություններ անձնական կյանքում։ Կշեռք, դուք գոհ եք ձեր ռոմանտիկ հարաբերություններից, դուք սիրում եք ձեր զուգընկերոջը, իսկ նա ձեզ։ Առաջիկա 4 շաբաթվա ընթացքում դուք պետք է ազնվորեն պատասխանեք այս հարցերին և օբյեկտիվորեն գնահատեք սիրային միության հեռանկարները, որում գտնվում եք։ Եթե կան կետեր, որոնցից դուք գոհ չեք կամ անհանգստացնում է ձեզ, անպայման քննարկեք դրանք ձեր երկրորդ կեսի հետ։ Կույս, յուրաքանչյուր հարաբերություն ունի իր վերելքներն ու անկումները, իսկ մարտին դուք հնարավորություն կունենաք վեր կենալ անկումից հետո։ Սա մեծ ջանք կպահանջի, այն է թողնել անցյալը իր բոլոր կոնֆլիկտներով, թյուրիմացություններով և դժգոհություններով։ Ձկներ, կենդանակերպի նշանի միայնակ ներկայացուցիչների համար մարտը կլինի խորաթափանցության ամիս։ Նախ վերջապես կհասկանաք, որ մենակությունը պատիժ չէ և կգնահատեք ձեր ունեցած ազատությունը և անկախությունը։ Երկրորդ, դուք ավելի լավ եք հասկանում, թե իրականում ինչ եք ուզում ռոմանտիկ հարաբերություններից և պոտենցիալ զուգընկերոջից։ Աղեղնավոր, ընդունեք մեր շնորհավորանքները, ձեր դեպքում մարտը կլինի շատ հաճելի և ռոմանտիկ։ Դժվար փորձություններն ու հիասթափությունները կմնան անցյալում, և դուք վերջապես ուժ և ցանկություն կգտնեք բացվելու սիրո առաջ, իսկ նա իր հերթին իդեմս նորահայտ զուգընկերոջ ձեզ հոգատարություն, ոգեշնչում և հանգստություն կպարգևի։ Ցուլ, մենք բոլորս ձգտում ենք կայունության, ոչ միայն մասնագիտական, այլև ֆինանսական։ Բայց միշտ չէ, որ կայունությունը հաջողության բանալին է, և մարտին դուք ստիպված կլինեք դա գիտակցել և ընդունել։ Սկսեք նոր սեզոնը սիրային աուդիտով։ Դե ինչ, շնորհակալություն ուշադրության համար։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի և հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում։ Նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց և իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են,
որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում, բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության և գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա, ընդհակառակը դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ և փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խոր զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղչյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղչյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղչյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղչյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։